Սիրելի հեռուստադիտողներ, խորհուրդ ծնողներին էջն է մեր եթերում, նախ ներկայացնեմ մեր այս հատվածի գործընկերոջը բելգիական Ontex ընկերությունն իր Քանբեբե ապրանքատեսակով։ Բնական բաղադրիչներով մշակված Քանբեբե վարտիկ տաղդիները, որոնք արդեն հասանելի են Հայաստանի ողջ տարածքում, դրանք չեն պարունակում պարաբեններ, բուրավետիչներ կամ այլ գրգռող նյութեր, ապահովելով ձեր երեխաների հարմարավետությունը, հուսալի պաշտպանությունը ողջ օրվա ընթացքում։ Այսօր խոսել ենք շատ կարևոր թեմայից, որը կարծում եմ հատկապես կհետաքրքրի բոլոր ծնողներին, ովքեր կարևորում են երեխայի իրավունքները։ Յուրաքանչյուր երեխա ունի իր հիմնարար իրավունքները՝ առողջ ապրելու, զարգանալու եւ բարեկեցիկ միջավայրում մեծանալու, սակայն երբեմն այս իրավունքները մնում են միայն ձևական դաշտում եւ մենք մեծահասակներս լիարժեք չենք գիտակցում դրանց կարեւորությունը եւ մեր իհարկե պատասխանատվությունը։ Ինչպիսի իրավունքներ ունի երեխան առողջության, բարեկեցության տեսանկյունից, ինչպես պաշտպանել դրանք եւ ինչ դեր ունեն այստեղ ծնողները, ընտանիքը եւ առհասարակ հասարակությունը։ Այս եւ շատ կարեւոր թեմաների շուրջ կզրուցենք մեր այսօրվա հյուրի Արաբ գերբժշկական համալիրի դեռահասների երեխաների առողջության ինստիտուտի առողջության եւ զարգացման ծրագրերի համակարգող մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի տնօրեն Եվա Մովսիսյանի հետ։ Ողջույն, բժշկուհի Մովսիսյան։ Ինչպես արդեն հնչեցրի, խոսելու ենք երեխաների իրավունքների մասին, պաշտպանված լինելու, բարեկեցիկ միջավայրում ապրելու, ինչ հիմնական իրավունքներ ունի երեխան առողջության պահպանման տեսանկյունից։ Իսկապես երեխաների իրավունքները ամրագրված են շատ տարբեր իրավական փաստաթղթերում, երեխաների իրավունքների մասին մենք կոնվենցիա ունենք օրենք երեխաների իրավունքների մասին, սահմանադրությունը եւ այլն, եւ իհարկե արդեն հիմնարար իրավունքը առողջ միջավայրում ապրելու, ծառայություններից օգտվելու, որակյալ ծառայություններից օգտվելու իրավունքը, ծառայությունները հասանելի պետք է երեխաների համար լինեն, երեխան իրավունք ունի սնվելու, երեխան իրավունք ունի կրթվելու, զարգանալու։ Ինչ պետք է իմանա ծնողը, որպեսզի նախ կարողանա եւ իրազեկված լինի եւ սովորեցնի երեխային սեփական առողջությունը կամ սեփական անձը պաշտպանելու համար։ Նախ սկսենք, որ փոքրիկ երեխայի համար կան որոշակի ծառայություններ, կանխարգելիչ ծառայություններ, փորձենք այդպես մեր տիրույթում առողջապահության տիրույթի որոշ կարգավորումների մասին խոսել, այո, եւ եթե նախատեսված է այդ կանխարգելիչ զննումները, ծնողները չպետք է անտեսեն այդ զննումները, որովհետեւ դա իշախ երեխայի է, առհասարակ տարբեր օրենքները, տարբեր կարգավորումները, դրանք իշախ իօգուտ երեխայի են մշակվում եւ եթե նախատեսված է, որ երեխան պետք է համապատասխան զննում անցնի, որպեսզի վաղ հայտնաբերվի ինչ-որ հիվանդություն, եւ այդ հիվանդությունը պետք է բուժել եւ ծնողը պարտավոր է, երեխային համապատասխան դեղորայք տալ եւ դիմել օգնության եւ այլն։ Նույն իմունիզացիան վերցնենք, պատվաստումները, դա եւս երեխայի իրավունքն է, որ եթե հասանելի են միջոցներ, որոնք թույլ են տալիս պաշտպանել երեխային տարբեր վտանգավոր վարակիչ հիվանդություններից, ապա այո, երեխան պետք է ստանա այդ պատվաստումները։ Չնայած տեղ իհարկե մենք ունենք խնդիր են պատճառով, որ ծնողը կարող է հրաժարվել պատվաստումներից, ունի այդ իրավունքը։ Ինչպես երեխային սովորեցնել, որ ինքը սկսի արդեն իր համար պատասխանատվություն վերցնել եւ իր իրավունքները կարողանա պաշտպանել, ինչքանով կարեւոր է այստեղ ծնողի, հասարակության, դպրոցի դերը, կուզեի այս բոլոր սֆերաների մասին խոսենք, ինչպես կարող ենք երեխայի մեջ սերմանել սեփական անձը պաշտպանելու սովորությունը։ Իսկապես կարևոր է դա, երեխային պետք է տեղեկացնել, իրազեկել, տեղեկացնել, կրթել եւ կրթել, թե ինչ է բռնությունից զերծ միջավայրը, որպեսզի ինքը չենթարկվի օրինակ նույն բուլինգի դպրոցում, որը որ տարածված բավականին երևույթ է, երեխան թույլ չտանք, որպեսզի ինչ որ չարաշահումների զոհ դառնա, երեխան պետք է կարողանա իրազեկվի, թե ինչպես ճանաչել վտանգը, երբ որ դու իրազեկված ես, դու պաշտպանված ես։ Այդ շատ կարևոր է, որ երեխաներին պետք է սովորեցնել նախ պատասխանատու վարքագիծ եւ դա պատասխանատու վարքագծի մի մաս է, որ երեխան ճանաչում է վտանգը եւ կարողանում է ասել ոչ, կարող է խուսափել այդ վտանգից, եւ իդեպ ասեմ, որ դպրոցներում անցնում են առողջ ապրելակերպ առարկան,
5-ից մինչև 11-րդ դասարաններում, որի շրջանակներում խոսվում է հենց պատասխանատու վարքագծի անվտանգ կենսագործունեության մասին, հա, եւ ինչպես պաշտպանել, ինչպես կանխարգելել բուլինգը, բռնությունը, հա, նույն վնասակար սովորությունները եւ այլն։ Եվ շատ կարեւոր է, որպեսզի լինի իրազեկված։ Աշակերտը պետք է լինի իրազեկված, ծնողները պետք է լինեն իրազեկված եւ կարողանան, եթե առաջարկում են ինչ-որ հոգեմետ նյութ փորձել, հա, ինչ-որ միջավայրում է հայտնվում երեխան, ապա նա կարողանա հստակ ասել ոչ։ Դա շատ կարեւոր է, դա իրեն պաշտպանելու համար է։ Կամ եթե երեխային փորձում են ինչ-որ բռնության մեջ սեռական ոտնձգություն իրականացնել, նա կարողանա իրեն պաշտպանել, ասել ոչ։ Եվ իդեպ շատ կարեւոր է, որպեսզի այդ հմտությունները լինեն բոլոր տեսակի երեխաների մոտ, նույնիսկ այն խոցելի երեխաների մոտ, որոնք ունեն հաշմանդամություն, հա, եւ գուցե մտավոր անկարողություն, հա, եւ իրենք շատ ցավոք սրտի, իրենք շատ ավելի հաճախ կարող են դառնալ բռնության զոհ, որովհետեւ այդ բռնարարը նա կարող է օգտվել երեխայի այդ անպաշտպան խոցելի լինելուց եւ վստահ կարող է լինել, որ երեխան չի կարող իրեն պաշտպանել եւ հետո ոչ մեկին չի պատմի, հա, իրեն այդպես կարող են սպառնալ, վախեցնել եւ երեխան փաստացի դառնում է այդ բռնության զոհը բավականին երկար ժամանակահատվածում։ Դա շատ կարևոր է եւ ծնողները պետք է հասկանան, որ երեխաներին պետք է այո սովորեցնել, իրազեկել, բացատրել, ցույց տալ տարբեր ուսուցողական վիդեոներ, հա, տեսանյութեր, ինչպես իրեն պաշտպանել։ Շնորհակալ եմ, շատ կարևոր զգայուն թեմայի շուրջ այս լուսաբանումը տալու համար։ Մենք հուսամ դեռ այս թեմային կանդրադառնանք։ Հիշեցնեմ, որ մենք այսօր խոսեցինք երեխաների, դեռահասների պաշտպանությունից, իրավունքներից եւ Բժշկուհի Մովսեսյանը ինչպես եւ փաստեց, շատ կարևոր է, որ երեխան սկսի նկատել անառողջ պահվածքը, վերաբերմունքը եւ հնարավոր պոտենցիալ վտանգն ու բռնությունը իր անձի հանդեպ, քանզի նկատելը արդեն կլինի առաջին քայլը ժամանակին ասելու ոչ, ինչու ոչ օգնության դիմելու կամ սեփական մարմինը կամ հոգեբանական ներաշխարհը պաշտպանելու համար։ Կարծում եմ, որ շատ կարևոր եւ զգայուն թեմա է եւ մենք պետք է ու պարտավոր ենք կլոր տարի պետք է անդրադառնանք եւ գիտակցենք մեր սեփական պատասխանատվությունը մեր երեխաների հանդեպ, քանզի դա առողջ հոգեվիճակի, ֆիզիկական մարմնի եւ մտքի գրավականն է։ Այս պահին պատրաստել ենք այսքանը, իսկ ես հիշեցնեմ մեր գործընկերոջը բելգիական Ontex ընկերությունն իր Քանբեբե ապրանքատեսակով, մասնավորապես նշեմ Քանբեբե տակդիրների մասին, որոնք չեն պարունակում պարաբեններ, բուրավետիչներ կամ գրգռող նյութեր, ապահովելով ձեր փոքրիկների հուսալի պաշտպանությունն ու հարմարավետությունը ողջ օրվա ընթացքում։ Գնացինք առաջ։